Արմեն Ռուստամյանը հիմա Դաշնակցության ցուցակը գլխավորով մեր կողքին է, պարոն Ռուստամյան, հիմնական հարցը, որ այս օրերին շատ քննարկվում է Դաշնակցության հետ կապված, ընտրություններից հետո իշխող Հանրապետականի հետ հնարավոր կոալիցիոն համագործակցությունն է։ Ձեր ելույթում կարծես անդրադարձ չեղավ, հիմա կխնդրեմ պատասխանեք, արդյոք հնարավոր համարում եք նման համագործակցությունը։ Մենք երկու պայման ենք տեսնում ընդհանրապես որևէ համագործակցության համար։ Առաջինը, այս սկսածը անշրջելի պահելու հետ կապված վստահություն պետք է ունենանք, որ կան արդեն հայտարարություններ, որ ընտրվելու պարագայում որոշել են հետ պտտել, նորից վերադառնալ նախագահական համակարգի, դա չպետք է թույլ տալ։ Երկրորդ պայմանը, որ սկսած այս գործը արագ բարեփոխումների process-ը տեմպ հաղորդելու համար, հնարավորինս արագ փոփոխությունները կյանքի կոչելու համար ընդունեն մեր մոտեցումներն ու մարտավարությունը։ Եթե դա կընդունեն, ցանկացած մեկի հետ մենք պատրաստ ենք համագործակցել։ Մեր մոտ համագործակցությունը անձերով կամ քաղաքական ուժերով չի պայմանավորված, կոնկրետ ծրագրերով, պլատֆորմով եւ նպատակների շուրջ համաձայնությամբ։ Առաջին նախագահ ասում է, այսօրվա իշխանությունները համաձայնել են մադրիդյան սկզբունքներին, որը ենթադրում է տարածքների վերադարձ։ Հիմա ձեր հայտարարությամբ դուք ասում եք, որ ստատուս քվոյի պահպանման օգտին է իշխանությունը գործում, այնինչ ըստ Պետրոսյանի այսօրվա իշխանությունները լրիվ ուրիշ գործընթացի մաս են կազմում եւ համակարգում փոխվել է, չի փոխվել, չէ՞։ Ուրեմն այս ամենը դեռ մարտավարական գործընթացների տրամաբանության մեջ է։ Երբ որ ստատուս քվոն կփոխեն որևէ փաստաթղթով, մենք նորից կգանք հրապարակ այն տրամաբանության, որի մեջ ենք եղել միշտ, ասում եմ նորից։ Ղարաբաղի ժողովուրդը հստակ արտահայտել է, ինչպես է պատրաստվում հարցը լուծել։ Ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ որևէ մի իշխանավոր իրավունք չունի արհամարելու դա, վերջակետ։ Այսինքն ձեր եւ հանրապետականի դիրքորոշումների միջև տարբերություն չկա, ըստ ձեզ։ Ես մեր եւ Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշման միջև տարբերություն չկա։ Թող մնացածները բացատրեն, թե ինչ են տարբերվում։ Հանրապետականի մասով, պարոն Ռուստամյան, ինչ է։ Հանրապետականին հարցրեք, իրենք պաշտպանում են Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, այն ինչ որ Ղարաբաղի ժողովուրդը հանրակրվեով հաստատել է, դա իրենք թող պատասխանեն։ Մենք ասում ենք, դրանից չենք շեղվելու, պարզ չի։ Այսինքն դուք այդ հարցը չեք քննարկել հանրապետականի հետ, ծանոթ չեք նրանց դիրքորոշման։ Նորից եմ կրկնում եւս մեկ անգամ։ Լևոն Տեր-Պետրոսյանը նույն իրավիճակի մեջ է հայտնվել, բերել է 3 տարբերակներ, բայց այդ տարբերակներից վերջինը արդեն ինքը պատրաստ էր ստորագրել, որին համաձայն էր Ադրբեջանը, պարզ չի, եւ երբ որ նա դա բերեց, իր շրջապատը դա չընդունեց։ Նույն բանը կարող է, եթե հանկարծ որևէ մեկի մտքով անցնի նման մի տարբերակ բերի, նույն այդ շրջապատը կարող է չընդունել, շատ նորմալ է։